Լույսը շատ բարի է, օրն էլ է բարի, ամեն բան բարին թող գործակից անի Տերը։ Կարդում եմ Եփեսացիս 2 գլուխ 19 խոսքից։ Ուրեմն այսուհետև այլևս օտար եւ պանդուխ չեք, այլ սուրբերի հետ քաղաքացիներ եւ Աստծո ընտանիքներ, առաքյալների եւ մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունի գլուխը Հիսուս Քրիստոսն է, որ նրանում բոլոր շինվածքը միասին հարմարված աճում է, որ լինի սուրբ տաճար Տերովը, որ նրանում դուք էլ նրա հետ շինվում եք Աստծո բնակարան հոգովը։ Սիրելիներս, հրաշալի խոսքեր են։ Աստծո խոսքը ինձ եւ քեզ ասում է, որ ես եւ դու էլ օտար եւ պանդուխ չենք, Աստծո ընտանիքն ենք, սիրելիներս։ Բայց սրանից առաջ խոսում էր, որ մենք 2 գլուխը ասում է, որ մենք ժամանակին մեռած էինք, բայց Աստված մեզ կենդանացրեց, վերականգնեց իր խաչովը, թշնամությունը մեր եւ Աստծո միջով վերականգնեց եւ սարքեց մեզ սուրբերի հետ քաղաքացիներ, Աստծո ընտանիք։ Փառք Աստծուն սրա համար, սիրելիներս։ Եթե դու ընդունել ես Քրիստոսին, արդեն դու օտար եւ պանդուխ չես, երկնային քաղաքացի ես։ Փառք Աստծուն ես արտոնության համար, շնորհակալ ենք Տեր, այս արտոնությունը, որ տվել ես մեզ։ Փառք ես, որ դու արել ես այս ամենը մեզ համար։ Ամեն։